Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանի օրակարգային հարցեր, հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։ Մամեդովը զրուցակցին է տեղեկացրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին եւ ընդգծել խաղաղ գործընթացի ավարտի համար պարտավորությունների կատարման եւ վստահության ամրապնդման կարեւորությունը։ Հանդիպմանը քննարկվել է նաև քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ, ընդգծել երկրի վարկանիշը մամուլի ազատության ինդեքսում եւ փաստելով ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված սահմանափակող օրենսդրական դաշտը։ Զեկույցում դատապարտվում է Ադրբեջանի չմասնակցելը վեհաժողովի աշխատանքներին, նշվում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ որոշումներ կան, որոնք պահանջում են, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։ Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատշաճ հետաքննել լրագրողների նկատմամբ չարաշահումները։ Միևնույն ժամանակ կառույցն անդամ պետություններին եւ դիտորդներին հորդորում է դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար։ Փաստաթուղթը նաեւ կոչ է անում միջազգային կազմակերպություններին աջակցել փախստական ադրբեջանցի ակտիվիստներին ապաստան տրամադրելու հարցում եւ մերժել քաղաքական դրդապատճառներով արտահանձնումը։ Վեհաժողովը մտադիր է հետևել Ադրբեջանի կողմից ժողովրդավարական նորմերի պահպանմանը։ Մշակույթի, գիտության, կրթության եւ ԶԼՄ-ների հանձնաժողովի պատրաստած փաստաթղթին կողմ է քվեարկել 68 падգամավոր, դեմ 8-ը ձեռնպահվեց։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկրում տեղի ունեցած 2000 երկրաշարժերի ֆոնին։ Նա ընդգծել է, որ բոլոր կառավարական գերատեսչություններին արդեն հանձնարարել է անհապաղ արձագանքել։ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն կլինի Վենեսուելայի ժողովրդի կողքին եւ նշել, որ ստացվող առաջին տվյալները լուրջ անհանգստություն են ներշնչում։ Ավելի վաղ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից մոտ 170 կիլոմետր հեռու 39 վայրկյան տարբերությամբ տեղի է ունեցել 7.2 եւ 7.5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոստադո Կաբելոն հայտնել է, որ ամբողջ երկրում փլուզվել են շենքեր, տներ եւ բնակելի կառույցներ։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ նախնական տվյալով զոհվել է 160-ից ավելի մարդ, մոտ 1000-ը վիրավորվել։ Նա սակայն նախազգուշացրել է, որ տուժածների թիվը կարող է աճել։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացման խաղաղ օվկիանոսյան կենտրոնը ահազանգել է ցունամիի վտանգի մասին Պուերտո Ռիկոյի, ԱՄՆ Վիրջինիան կղզիների եւ բրիտանական Վիրջինիան կղզիների համար։ Տնտեսական վնասները կարող են կազմել Վենեսուելայի ՀՆԱ-ի 2-ից 20%-ը։ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ 50,000 տոննա ռեգուլյար տեսակի բենզինի մատակարարման շուրջ, հայտնել է Reuters գործակալությունը վկայակոչելով աղբյուրները։ Նշվում է, որ երկխոսությունը տեղի է ունենում Դաշնությունում վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին ռուսական նավթավերամշակման գործարաններին Ուկրաինայի հարվածներից հետո։ Հունիսի վերջին Ռուսաստանում բենզինի արտադրությունը տարեկան կտրվածքով նվազել է 25%-ով, նշում է Reuters-ը։ Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Աստանան Մոսկվայից բենզինի մատակարարման պաշտոնական հարցում չի ստացել, Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս հարցը։ Բելարուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնց օգնությամբ Ռուսաստանը համակարգել է Ուկրաինայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ավելի վաղ նա սպառնացել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ինքնուրույն ոչնչացնել այդ կայանները։ Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ իրեն հայտնի չէ այդ կայանները ապամոնտաժվել են թե ոչ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին։ Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի փորձագիտական մակարդակով։ Դրան կմասնակցեն տարբեր հարցերով աշխատանքային խմբեր, այդ թվում պետքարտուղարության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Ռուբիոն նաև հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ թույլ տա միջուկային տեսուչների մուտքը երկիր։ Նա նշել է, որ դա իրանական կողմի խոստումն է եւ այն պետք է կատարվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկացի տեսուչները կմիանան ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին իրանական հարստացված ուրանի պաշարները գտնելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփը հստակեցրել է, որ այդ հարցում չեն շտապում։ Թեհրանն իր հերթին հերքել է, որ որևէ պարտավորություն է ստանձնել տեսուչներին երկրում ընդունելու հարցում։ Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել ընդդիմադիր SOS Ռոմանիա կուսակցության առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությանը Ռումինիայի եւ Մոլդովայի միավորման մասին հաղորդում են ռումինական լրատվամիջոցները։ Օրենքի նախագիծը կփոխանցվի Սենատ այդ հարցով վճռորոշ ատյան։ Օրինագիծը խորհրդարանում գրանցվել է ապրիլի 14-ին եւ ստացել Ռումինիայի կառավարության բացասական եզրակացությունը։ Դրա վերաբերյալ բացասական արձագանքներ են տվել նաեւ իրավաբանական հանձնաժողովը եւ падգամավորների պալատի մարդու իրավունքների հանձնաժողովը։ Քանի որ փաստաթուղթը չի դրվել լիագումար նիստում քննարկման եւ քվեարկության
կառավարության, այն համարվում է ինքնաբերաբար ընդունված Ռումինիայի սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն։ Ըստ օրինագծի Ռումինիայի խորհրդարանը պետք է որոշում կայացնի Ռումինիայի եւ Մոլդովայի հանրապետությունների միավորման մասին։ Փաստաթուղթը նաև նախատեսում է Հելսինկյան համաձայնագրերի դրույթներին հավատարմության հաստատում, որոնք թույլ են տալիս պետական սահմանների փոփոխություն խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։ Նախագիծը Ռումինիայի կառավարությանը լիազորում է անհապաղ բանակցություններ սկսել Քիշնևի իշխանությունների հետ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։